Գիտեք, այս բաժինը կոչվում է հարամատչելի աստվածաբանություն, եւ մենք հրաշալի աստվածաբանական համակարգված աստվածաբանություն այդ առարկաների շարքից հրաշալի թեմա ենք ընտրել, որը կոչվում է պնևմատոլոգիա, որը Սուրբ Հոգու մասին գիտությունն է, եւ այսօր երրորդ դասն է, ովքեր որ առաջին երկու դասը չեն լսել կամ կուզեն աստվածաբանական մյուս դասընթացներին տեղեկանալ, ծանոթանալ եւ YouTube-յան ալիքում եւ կոնտակտե ռուսական սոցիալական ցանցում կան բոլոր տեսագրությունները կարող եք լսել։ Այսօր երրորդ դասն է պնևմատոլոգիայի եւ դասի վերնագիրն է Սուրբ Հոգու անուններն ու խորհրդապատկերները։ Կարծում եմ շատ հետաքրքիր դաս է լինելու եւ Սուրբ Հոգուն ճանաչելու մեր ընթացքի մեջ այս անունները եւ խորհրդապատկերները մեզ թույլ են տալու, որ ավելի հնարավորություն են տալու, որ ավելի լավ ճանաչենք Սուրբ Հոգու անձը եւ ճանաչելու նպատակն էլ միայն գիտելիք հավաքելը չի, այլ իր հետ մտերմանալը։ Գիտեք, նախ խոսենք անուններից։ Անուն։ Ինչ է անունը։ Բոլորս ունենք անուններ։ Մարդիկ իրար անուններ են դնում, ծնողները երեխաներին անուններ են դնում, անուն, ազգանուն, հետո հայրանուն, որպեսզի տարբերեն իրարից, որովհետև գուցե նույն անունով շատ մարդիկ լինեն, դրա համար ազգանունը, անուն ազգանունով էլ շատ կան, հայրանունն են բերում։ Մի խոսքով, սրանք մարդկանց տարբերելու համար են, իսկ Աստծո անունները, քանի որ Աստված մեկ է, անունները Աստծուն մյուս աստվածներից տարբերելու համար չեն, որովհետև չկան ուրիշ աստվածներ, դրանք սուտ կուռքեր են, հորինված, ուրիշ աստվածներ չկան, դրա համար Աստծու անունները ավելի շատ Աստծու բնույթի, Աստծու որակների, Աստծու հատկանիշների արտացոլումն են եւ դրա համար Սուրբ Հոգու անուններին էլ անդրադառնալիս ուղղակի հիշենք սա, որ սրանք մարդկային անունների պես չեն, այլ մեզ բացահայտում են իր էությունը, որակները, իր ով լինելը եւ ինչպիսին լինելը։ Առաջինը Աստվածաշնչից եմ ընթերցելու, առաջին Կորինթացիս 3:16-ում է գրած. Սուրբ Հոգին անվանվում է Աստծու Հոգի։ Չգիտեք, որ դուք Աստծու տաճար եք եւ Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Տեսանք Աստծու Հոգի անվանումը։ Հետո շատ հետաքրքիր է Հռոմեացիս 8:9-ում, Հռոմեացիս 8-րդ գլուխ 9-րդ խոսքում կարդում ենք, որ նույն համարի մեջ, նույն խոսքի մեջ Աստվածաշնչյան կարդում ենք հետևյալը. բայց դուք մարմնին չեք հետևում, այլ հոգուն, եթե Աստծու Հոգին բնակված է ձեր մեջ։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Ուզում եմ մենք այստեղ ոչ թե շատ կարևոր բան է ասում, բայց իմաստի վրա հիմա չկենտրոնանանք, թե ինչ հոգևոր գիտելիք է մեզ փոխանցում, այլ ընդամենը փաստագրենք, որ նույն համարի մեջ Սուրբ Հոգին անվանվում է Աստծու Հոգի եւ անվանվում է Քրիստոսի Հոգի։ Հենց նույն Հռոմեացիս 8:9 խոսքում։ Այսինքն Քրիստոս եւ Աստված։ Շատերը չեն կարողանում երրորդությունը ընկալել, ասում են, ես չեմ հասկանում, ինչպես կարա Քրիստոս Աստված լինի, բայց Աստվածաշունչն է այդպես ասում։ Աստծու Հոգին, Քրիստոսի Հոգին։ Սուրբ Հոգուն եւ անվանում են Սուրբ Հոգի, ամենաշատը այս անվանումը կտեսնեք, բայց նաեւ Աստծու Հոգի, նաեւ Քրիստոսի Հոգի։ Ինչ ենք սովորում, այսինքն հոր էությունը կա Սուրբ Հոգու մեջ, բայց նաեւ Քրիստոսի էությունը կա։ Եվ հոր էությունը նույն որդու էությունն է։ Դրա համար, երբ որ ասում են, այսպես երրորդության հակառակվողները, երրորդության գաղափարին հակառակվողները ասում են դուք երեք Աստծու եք պաշտում, ասում ենք մենք երեք Աստծու չենք պաշտում։ Մեկ էություն ունի, մեկ Աստված է, մեր Աստվածը, բայց երեք անձերով դրսևորված։ Եվ արդեն տեսանք մեր առաջին դասին հասկացել ենք եւ տեսել ենք Սուրբ Հոգու Աստված լինելը եւ անձ լինելը, այսօր ուղղակի կենտրոնանանք անունների վրա։
Երրորդ անունը, որ կուզեմ տեսնենք, գրված է Եբրայեցիս թղթի 9:14-ում, հավիտենական հոգի։ Հավիտենական նշանակում է անսկիզբ եւ անվերջ, հավիտենական հոգի։ Ինչ ենք սովորում հավիտենական հոգին ինչ արեց, այնտեղ գրած է, որ Քրիստոսը այդ հոգով, նախորդ դասը հիշում եք Սուրբ Հոգու գործը թեմայով էր, ինչ է արել, ինչ գործառույթներ ունի եւ ինչ է արել երկրի վրա եկեղեցու հավատացյալների կյանքում, ընդհանրապես մարդկության պատմության մեջ, որովհետեւ եթե հիշում եք, սկսել ենք առաջագործությունից Սուրբ Հոգին, երբ որ երկիրը անձև ու դատարկ էր, Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրա, Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա։ Եբրայեցիս 9:14-ում գրված է, որ Քրիստոս Տերը հավիտենական հոգով ինքն իրեն անարած զոհ մատուցեց Աստծուն։ Այսինքն հավիտենական հոգին նաև մենք Սուրբ Հոգու շնորհիվ որ ունենք, նաև Սուրբ Հոգու շնորհիվ որ ունենք Քրիստոսի զոհը եւ մեր փրկությունը, նաև մեր հավիտենական կյանքը կախված է Աստծո Հոգուց։ Չորրորդը Տեր Հիսուսն էր խոսում Հովանու 16:13-ում, ասում էր ճշմարտության հոգին ձեզ կառաջնորդի ամբողջ ճշմարտության մեջ, նաև ճշմարտության հոգի։ Ինչու է Սուրբ Հոգին կոչվում ճշմարտության հոգի։ Գիտեք, հիշում եք Տեր Հիսուսն ասում էր, երբ որ դուք ճանաչեք ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Դրա համար այստեղ է որ պիտի հասկանանք Աստվածաշնչյան այս գեղեցիկ պնդումը, որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն է։ Եվ ինչպես է մարդու կյանքում գալիս ազատություն, որին շատերն են ձգտում, գալիս է այն ժամանակ, երբ որ ճշմարտության հոգին քեզանից հեռացնում է ամեն ստությունը։ Թե այս աշխարհի, թե մեր մտքերի, թե չարի ուղարկած մտքերի ստությունը բացահայտում ես, ճշմարտության հոգին քեզ տալիս ազատություն։ Դու այլևս վախերի, տագնապների, կապվածությունների, կապանքների տակ չես։ Օրինակ, մեղքի կապանքը ինքը իր մեջ ստություն ունի։ Դու սա ուզում ես, դու սրանից հաճույք ես ստանում։ Բայց երբ որ ճշմարտության հոգին լուսավորում է քեզ, դու հասկանում ես, սա ծուղակ է, որը քեզ հետո ամենամեծ տառապանքներից մեկն է պատճառելու, թե այս կյանքում, թե այս կյանքից հետո։ Քեզ հավիտենական տանջանքի վայրն է տանելու, եթե չապաշխարես։ Իսկ երբ որ ճշմարտության հոգին գալիս է, ինքը քեզ առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ։ Այլևս ոչ քո եսն է կարողանում քեզ խաբի, ոչ քո ցանկությունը եւ ոչ էլ թշնամին իր մոլորություններով, սուտ քարոզիչներով, սուտ հավատացյալներով եւ նաեւ ուղարկած այդ կրակոտ նետերով, որ մտքեր է ուղարկում ու փորձում է խաբի։ Շնորհքի հոգի Եբրայեցիս 10:29-ում է գրած, որ հիշելով չասեմ, բացեմ Եբրայեցիս 10:29-ը, շնորհքի հոգուն անարգելու մասին է, բայց կոնկրետ կարդամ ինչա գրած, այո, ովքեր որ գրված է ոտնահարում են Աստծու որդուն եւ անմաքուր են համարում ուխտի արյունը, որով նա սրբվեց, այդ մարդը սրբվելուց հետո, երբ որ կամավոր կերպով անհնազանդության է գնում, գրված է, որ նաև ոչ միայն ոտնահարում է Աստծու որդուն, ոչ միայն անմաքուր է համարում ուխտի արյունը, այլ նաև անարգում է շնորհքի հոգուն։ Շնորհքի հոգի։ Աստծու շնորհքը մեր կյանքում դրսևորվում է իր հոգու միջոցով։ Որ մենք աղոթք ենք անում, Տեր, զորացրու մեզ իր հոգին է որ գործում է։ Երբ որ մենք անգամ Տեր Հիսուսը երկրի վրա որ մի բան էր անում, ինքը ասում էր, օրինակ դևերին հանելը, բժշկություն անելը, ինքը ասում էր ես Աստծու հոգով եմ սա անում։ Եվ Աստծու հոգին է որ Աստծու շնորհը իրական է դարձնում մեր կյանքերում։ Նաև Հռոմեացիս 8:2-ում գրված է կյանքի հոգի արտահայտությունը։ Կյանքի հոգու օրենքը ազատեց ինձ մեղքի ու մահի օրենքից։
Դրանից առաջ Պողոս առաքյալը նկարագրում է 7-րդ գլխում, 7-րդ գլխի վերջում պայքարը, որ կա մարդու մեջ, ասում է, քանի այս մարմնի մեջ ենք, մեր կյանքում պայքարը։ Գիտեք ինչ պայքարի մասին է խոսքը։ Եսի, ցանկության, մեղքի եւ հետո 7-րդ գլուխը այսպես է վերջանում, ով կազատի, ինչ խեղճ մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մեղքի մարմնից։ Եվ 8-րդ գլուխը սկսվում է, եթե հիշեք, ես ասել եմ, որ Աստվածաշունչը ի սկզբանե որ գրվել է, գլուխների բաժանված չի եղել։ Եվ այդտեղ չկա 7-րդ գլխի վերջ, 8-րդ գլխի սկիզբ, սա շարունակությունն է, որովհետև հենց բառն էլ, որով սկսում է 8-րդ գլուխը, Հռոմեացիս 8:1-ը եթե կարդանք, գրված է ուրեմն նշանակում է ասածս կապ ունի նախորդի հետ։ Ուրեմն ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որովհետև Հիսուս Քրիստոսով կյանքի հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Կյանքի հոգին է գալիս եւ ինքը մեր մեջ մարդը ինքը իր ուժերով չի կարա մեղքին հաղթի, բայց երբ որ Սուրբ Հոգին է գործում, այս կյանքի հոգու օրենքը, գիտեք չէ, ֆիզիկայում ոնց է, երկու ուժ իրար վրա ազդում են, ով ուժեղա նրա ազդեցությունն է տեղի ունենում։ Լավ, կա ծանրության ուժը, որ մեզ քաշում է ներքև, կա, ասենք, ինքնաթիռը, որ բարձրանում է իր շարժիչների շնորհիվ, իր աերոդինամիկայի շնորհիվ, մի հատ ուժ է առաջանում, որ հաղթահարում է ձգողականությունը երկրի, գրավիտացիան։ Եվ ծանրության ուժի հաղթահարելու ընթացքում ինքը ուժը կա, ձգում է, բայց ավելի մեծ ուժ քեզ բարձրացնում է վերև։ Այդպես Պողոս առաքյալը նկարագրում ասում է, կա այդ ուժը։ Եթե մի հավատացյալ կկանգնի ու կասի, ես այլևս մեղքի ձգողականության ուժը չեմ զգում, սուտ է ասում։ Եվ ես չեմ դա ասում։ Հովհաննես առաքյալն է ասում իր առաջին թղթի առաջին գլխում։ Սուտ է։ Բոլորիս կյանքում էլ, քանի ես մարմնի մեջ են, կա այդ ձգողականություն, բայց երբ որ Սուրբ Հոգին է գալիս ու բնակվում քո մեջ, կյանքի հոգու օրենքը հաղթահարում է մեղքի ու մահվան օրենքը։ Հրաշալի է այս անունները տեսնելը եւ ուսումնասիրելը։ Նաեւ ասի ոնց որ անուն չլինի, բայց անվան նման է, որովհետեւ Սուրբ Հոգու մասին խոսելիս Գործք առաքելոց առաջին գլխում, Գործք 1:4-5 խոսքերում Տեր Հիսուսը ասում է, հիշում եք աշակերտներին ասեց, չհեռանաք Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք, եւ հետո բացատրում է, որ Սուրբ Հոգու մասին է խոսքը։ Նաեւ հոր խոստում է կոչվում Սուրբ Հոգին։ Եվ այո, հիշում ենք ինչ զորություն էր գալու եւ դրանից հետո դառնում են աշակերտները Քրիստոսի վկաներ, ասեց, երբ որ զորությունը կգա ձեր վրա, այն ժամանակ իմ վկաները կլինեք։ Նաեւ զորացնում է մեզ, ես այս բոլոր գործերի մասին նախորդ դասին խոսել եմ։ Հաջորդը մի հրաշալի անուն, Հռոմեացիս 8:15-ում Պողոս առաքյալը Սուրբ Հոգու մասին խոսելիս ասում է, որ դուք որդեգրության հոգին ստացաք։ Նաև որդեգրության հոգի է։ Հիշեք, այս անունները իր էությունը, իր բնույթը, իր գործերն են մեզ բացահայտում։ Ինչ է նշանակում որդեգրության հոգի։ Որդեգրության հոգի նշանակում է, որ մենք այլևս այստեղ ասում է ծառաներ չեք, Աստված ձեզ ծառաների պես չի նայում, ձեզ չի տեսնում որպես ծառա, ձեզ տեսնում է որպես որդի, զավակ, որդեգրվել եք, իր ընտանիքի մի անդամն եք։ Եվ սա փոխում է մարդու մոտեցումը Աստծուն։ Շատ ժամանակ, երբ որ ինձ այսպես, չգիտեմ, հոգեբանական ճշմարտ տակ մարդիկ գրում են, ասում են, ես լավը չեմ, ես վատն եմ, ես այլևս եկեղեցի չեմ ուզում գամ, որովհետև քանի անգամ եմ ես հիասթափեցրել Աստծուն, ասում եմ, լսի, դու ծառա չես։ Աստված ուզում է տեսնի, որ դու քեզ որդու պես ես պահում, այն անառակ որդին, ինչ է մտածում։ Այն որ հեչ երես չունի հորը վերադառնալու, ինչ է մտածում, ասում է գնամ, հորս տանը գոնե ծառա լինեմ։ Գնամ, ինքը լիքը ծառաներ ունի, գնամ հորս տանը լինեմ, թեկուզ որդի չլինեմ։ Սենց է ինքը մտածում, իսկ հայրը ոնց է իրան ընդունում։ Տեր Հիսուսը այս պատմությունը պատմում է, այս առակը պատմում է, որպեսզի մենք հասկանանք հոր սիրտը։ Դու երես չունես վերադառնալու։ Քեզ կարաչարը մտքեր ուղարկի, ասի
լավը չես, մեել կարթա, այն որ ասում է ջուրն ընկնողը անձրևից չի վախում, մեղքի մեջ ես ավելի խորացի, էլ քեզանից հույս էլ չկա, այսքան անգամ քո երկնային հորը հիասթափեցրիր, չի ասում երկնային հորը, որովհետև հենց ասի հայր, դու հասկանալի ես, որ հայրը սպասում է աչքը ճանապարհին սպասում է քո վերադարձին։ Ահա որդեգրության հոգին, այնտեղ ասում է, հենց այս հոգով է, որ աղաղակում ենք Աբբա հայր։ Աբբա բառը մտերմիկ, հայրիկ, հայերեն եթե ասենք հայրիկ արտահայտություն ունի։ Աբբա հայր նշանակում է ոչ թե այսպես հայր, այլ ընտանիքի հայրը, որի հետ դու շատ մտերիմ ես, որին իրան կարող ես հայրիկ ասես։ Այդ որդեգրության հոգին գալիս է եւ մեզ սովորեցնում է, որ մենք Աստծո զավակներն ենք։ Ընկնենք էլ կբարձրանանք, մենակ չդառնանք իրան թշնամի։ Մենակ առևտուր չանենք իր հետ։ Այդ որդին առևտուր էր արել, որ հասել էր այդտեղ։ Առևտուրը գիտեք որն է։ Իմ հայրը բարի է, ինձ կների, ես գնամ մի քիչ մեղք գործեմ, հետո կապաշխարեմ։ Դա առևտուրն է։ Իսկ երբ որ դու հորը սիրում ես, այս ընտանիքի հոր գաղափարն է գալիս եւ Սուրբ Հոգին է, որ մեր մեջ այս Աստծուն ճիշտ պատկերացնելը օգնում է, որ մենք հասկանանք մեր հորը ճիշտ պատկերացնելը։ Մխիթարիչ, Տեր Հիսուսը շատ անգամ Սուրբ Հոգու մասին խոսելիս ասում էր նա մխիթարիչը։ Մխիթարիչ բառի մասին էլ ենք խոսել նախորդ դասերին։ Մխիթարիչ անունը մենակ մխիթարելը չի, որովհետև հունարենում պարակլետոս բառն է, որը շատ ավելին է նշանակում, քան միայն մխիթարել։ Քաջալերել, պաշտպանել, խորհրդատու, ուսուցիչ, քո կողքին լինող ամենամտերիմ անձնավորությունը, մարզիչ։ Հիշում եք, մենք շարք ենք սկսել կիրակի օրերը հոգևոր վարժանքների եւ ինքը մեր մարզիչն է։ Այդ մարզիչը լավ չի հնչում մի քիչ Սուրբ Հոգու հետ կապված, բայց հենց սա է նշանակում Պարակլետոսը, որ ինքը միշտ մեր կողքին է, մեզ քաջալերելու, մեզ զորացնելու, մեզ խրախուսելու, նաեւ խրատելու, նաեւ սխալները ցույց տալու, նաեւ հանդիմանելու համար ինքը միշտ մեր կողքին է։ Սա է մխիթարիչ բառի իրական, ոչ թե հայերեն մխիթարիչ բառի, այլ հենց Պարակլետոս բառի իրական իմաստը։ Եվ վերջինը ու անցնեմ խորհրդապատկերներին, վերջինը դա Ջալոց աստվածաբանական գրքերում ես հիշում եի, որ այս անունը կա եւ հատուկ ուզեցի գրեի, բայց աստվածաբանական գրքերում 9 հատ էր թվարկումը, ես այս 10-րդը ավելացրել եմ, բացենք Նեհեմիա 9-ի 10-ը, Նեհեմիայի գիրք 9-րդ գլուխ 10-րդ խոսքը, երևի 10-ն էլ լավ չեմ գրել, ուրեմն 20-ը, մեկ ձեռագիրս չեմ կարում կարդամ, այո, 9:20-ը, 9:20-ում այս հայտնի խոսքն է. «Եվ քո բարի հոգին տվեցիր նրանց իմաստացնելու համար, եւ քո մանանանջը զրկեցիր նրանց բերանից, եւ ջուր տվեցիր նրանց, երբ նրանք ծարաված էին»։ Խոսքը անապատում Իսրայելի ժողովրդի մասին է, բայց Սուրբ Հոգին այստեղ անվանվում է բարի հոգի։ Եվ միայն այստեղ չի։ 143-րդ Սաղմոսի Սաղմոս 143 10-րդ խոսքում գրված է. «Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը, քո բարի հոգին թող ինձ դեպի ուղիղ երկիր առաջնորդի»։ Սուրբ Հոգին նաև անվանվում է բարի հոգի։ Եվ այո, նա բարի է։ Եվ մենք Աստծո բարության մասին առանձին պատգամ կա ճանաչենք Աստվածաշնչի Աստծուն դասընթացի մեջ Աստծո բարությունը հասկանալու համար լավ կլինի ուսումնասիրեք դա, բայց Սուրբ Հոգու անուններից մեկը նաև բարի հոգի, քո բարի հոգին։ Հիմա անուններից ինչ-որ բան հասկացանք, Սուրբ Հոգուն ճանաչելու եւ իր գործը եւ իր բնույթը հասկանալու բավականին աղոթելու, մտորելու նյութ եղավ մեզ։ Հիմա անցնենք խորհրդապատկերներին։ Խորհրդապատկերները նույնպես
բացահայտում են Սուրբ Հոգու գործը, որակները, էությունը, խորհրդապատկերները, թե ինչի հետ է համեմատվում։ Եթե անունները իրան են ասում, իսկ խորհրդապատկերները համեմատություններն են։ Առաջինը ամենատարածվածը երևի բոլորս գիտենք, Սուրբ Հոգին աղավնու հետ է համեմատվում։ Ինչու աղավնի։ Մատթեոս 3:14-ում ագրված, որ մկրտությունից հետո աղավնակերպ, չի ասում աղավնին իջավ, աղավնակերպ, թե ինչ էր, որ աղավնու նման էր, չենք կարող պատկերացնել, բայց աղավնու նման ինչ-որ բան իջավ Տեր Հիսուսի վրա, և աղավնու հետ համեմատությունը պատահական չի։ Աղավնին աստվածաշնչյան տարբեր հատվածներում տարբեր նշանակություններ կան, որ կարող ենք նայել, տեսնել, օրինակ երկերկոցում կա շատ գրված սիրո խորհրդանիշ որպես մաքրության, Նոյի ժամանակներում հիշում եք հավատարմության, նոր սկիզբ որպես խորհրդանշող, անմեղության, սրբության, մաքրության, մեղմության խորհրդանիշ, օրինակ հիշում եք Տեր Հիսուսի խոսքերը, եղեք օձերի պես խորագետ և աղավնիների պես միամիտ, այսինքն պարզ, հասարակ, և աղավնու հետ համեմատությունը Սուրբ Հոգու էության բնույթի մասին շատ բան է բացահայտում։ Երկրորդ համեմատությունը, որ կուզեմ ուշադրություն դարձնենք, շատ հայտնի է էլի, Սուրբ Հոգին կնիքի հետ է համեմատվում, կնիք, և Եփեսացիս 4:30-ում է գրված. մի տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Սուրբ Հոգով կնքվում ենք մենք։ Եվ եթե այն կնունքը չի, նախորդ անգամ խոսել ենք դրա մասին, թե որն է կնքվելու կերպը, Եփեսացիս 1:13-14 խոսքերում է գրված, թե ինչպես ենք մենք կնքվում, ընթերցեմ այդ հատվածը, նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, երբ դուք լսեցիք փրկության ավետարանը, հավատացիք, երբ որ լսեցիք ապաշխարության մասին, լսեցիք մեղքերի ներման մասին և որոշեցիք, որ այլևս չեք ապրելու այս աշխարհի համար, այս աշխարհի ցանկությունների, այս աշխարհի կերպով, այս աշխարհի հաճույքների կամ հարստության կամ մնացած ինչ-որ աշխարհը քարոզում է, այլ որոշեցիք, որ ապրելու եք հավատալով Աստվածաշնչին, հավատալով Տեր Հիսուսին և այնպես, ինչպես ինքն է սովորեցնում, սա նշանակում է իրան ընդունեցինք մեր կյանքի Տեր, երբ որ հավատացինք փրկության ավետարանին, այն ժամանակ գրված է կնքվեցիք Սուրբ Հոգով, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, հիմա կնիքը և մյուս համեմատությունը անմիջապես հաջորդ խոսքի մեջ է, որը մեր ժառանգության գրավն է, մինչև ժողովրդի փրկությունը։ Այսինքն, մինչև վերջնական փրկությունը, մինչև քո երկինք մտնելը, այս Սուրբ Հոգու կնիքը կամ Սուրբ Հոգու ներկայությունը քո կյանքում գրավն է, գրավի մասին էլ ենք խոսել նախորդ անգամ, որ մի բան ուզում ես գնես, գրավ ես թողնում և ասում ես ես կվերադառնամ, չես վաճառում, ինձ է պատկանում, ես խոստանում եմ, որ այսքան ժամանակ հետո կվերադառնամ, մնացած գումարն էլ կտամ, սա է գրավը, և ասում եմ մինչև վերջնական փրկությունը, Սուրբ Հոգին է մեր գրավը, մեր փրկության գրավը, և դրա համար ասում եմ մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն, կնիքն է սա, նա ձեր փրկության կնիքն է։ Եվ նույն թեման խոսում է 2 Կորինթացիս 1:21-22-ում, եթե հետաքրքիր է կկարդաք, և ինչ է մեզ տալիս այս համեմատությունը, մեզ, գիտեք, կնիքը ինքը նաև ոչ միայն ասում է, որ մենք Աստծուն ենք պատկանում, ոչ միայն փրկության վստահություն, այլ նաև այս կնիքը, որ մեր վրա կա, սա նաև իշխանություն է։ Գիտեք, հռոմեական ժամանակներում, երբ որ մի բան հռոմեական կնիքով կնքված էր, ինչ որ մեկը, եթե այդ տանը կամ այդ կնքվածին վնասեր, համարվում էր, որ ինքը հռոմեական կայսրության դեմ հանցագործություն է գործել։ Հասկանում ենք, ինչու է Աստված ասում իր խոսքի մեջ, որ ձեզ դիպչողը
Աստծու աչքի բիբին ա դիպչում։ Եթե դուք Սուրբ Հոգով կնքված եք, հավատքով, ոչ թե, չգիտեմ, օծման յուղով, այլ հավատքով, եթե Սուրբ Հոգով կնքված եք եւ ձեր մեջ Աստծու Հոգին ա բնակվում, ձեզ վնասողը Աստծուն ա վնասում, դուք Աստծու սեփականությունն եք։ Եվ այս կնիքը եւ գրավը շատ հետաքրքիր են եւ նաեւ Հռոմեացիս 8:16-ում է գրած, որ Հոգին, որ մեր մեջ բնակվում է, մեզ վկայություն է տալիս, որ մենք Աստծու որդիներ ենք։ Այդ կնիքը հոգևոր կնիք է, ինքը չի երևում ֆիզիկական աչքերով, բայց Սուրբ Հոգու ներկայությունը վստահություն ու իշխանություն է տալիս մեզ։ Վստահություն, որ մենք Աստծու որդիներ ենք, եւ իշխանություն, որ մենք ներկայացնում ենք Աստծու արքայությունը այս երկրի վրա։ Ես կարծում եմ շատ տարբեր հատվածներ կարելի է ընթերցել Աստվածաշնչից, բայց ես հիմա նայում եմ, ինձ մնաց 19 րոպե, եւ ես պիտի արագացնեմ, սա շատ լավ է ինձ օգնելու է, որպեսզի ճիշտ ժամանակի մեջ տեղավորվեմ։ Հաջորդ համեմատությունը կրկին շատ հայտնի, օրինակ Եսայիա մարգարեության 61-ի 1-ը, այդ մենք ենք հիմա գլուխների բաժանված ասում, բայց Տեր Հիսուսը մի օր մտավ ժողովարան, սովորության համաձայն գրված է, գնաց ժողովարան, բացեց Եսայիա մարգարեի գիրքը եւ ընթերցեց այս տողերը. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետեւ ինձ օծել է այս անելու։ Այսինքն Սուրբ Հոգին նաեւ օծության խորհրդանիշն է, օծման յուղի խորհրդանիշն է։ Ուզում եմ մի հետաքրքիր հատված կարդալ 5 տակարանից առաջին Թագավորաց 16-րդ գլխի 13-րդ խոսքում, երբ որ Սամուելը օծում է փոքրիկ չասեմ, բայց պատանի Դավթին, որպես ապագա թագավոր Իսրայելի, գրված է 13-րդ խոսքում, առաջին Թագավորաց 16-13-ում. Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը եւ օծեց նրան իր եղբայրների մեջ, եւ այդ օրից հետո Տիրոջ հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա։ Այդ օծումից հետո Տիրոջ հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա։ Մենք պիտի ուշադիր լինենք, որպեսզի այստեղ կախարդական կամ գերբնական հատկություն չտանք օծման յուղին, որովհետև դրանից առաջ միշտ այն եղբայրները, որ գալիս էին հերթով, Սամուելը հարցնում էր՝ սա է, որովհետև հաղթանդամ տղամարդիկ էին, գեղեցկադեմ, ուժեղ, հասակով, Սամուելը ասում էր, այսինքն Տերը Սամուելին ասում էր ոչ, ինքը չի։ Եվ բոլոր եղբայրները եկան ու հարցրեց՝ «Էլ որդի չունես Հեսեին»։ Կա մեկը, ամենափոքրը։ Ոչխարներն է արածացնում, կանչեք։ Երբ որ ինքը մտավ, Աստված ասեց՝ այ ինքն է, այրանոցի։ Երբ որ մեր օծումը համընկնում է Աստծու կամքի հետ, այստեղ է, որ օծման յուղը ունի զորություն։ Թե չէ այդ յուղը ինքը իրանով, այսօր շատ տարածված է, մարդիկ յուղ են վաճառում։ Յուղը ոչինչ է, եթե Աստծու կամքի մեջ չի այդ օծումը։ Անկամ Սամուելի օծությունը չէր այդտեղ, որ ասենք Հովիվն է աղոթել, եպիսկոպոսն է աղոթել, չգիտեմ, հայտնի մարգարե է աղոթել, անկամ Սամուելի օծությունը չէր այդ յուղի մեջ։ Յուղի օծումը խորհրդանիշ է, երբ որ համընկնում Աստծու կամքի հետ, այստեղ գրված է. այդ օրից հետո Տիրոջ հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա։ Գործք առաքելոց 10:38-ում գրված է, որ Տեր Հիսուսը հոգով օծվեց եւ ծառայություններ էր անում։ Առաջին Հովհաննես 2:20-ում գրված է. դուք օծում ունեք այն Սուրբից, այսինքն հոգին ձեր մեջ է բնակվում եւ դուք շատ բան կամ ամեն բան գիտեք, ամեն բան չի նշանակում ամենագետ, բայց հոգին օգնում է, ամենագետը մեր մեջ է բնակվում։ Դա մեզ անսխալական չի դարձնում, բայց մենք ունենք ամեն գիտության աղբյուրը մեր ներսում։ Կարող ենք սխալվել, չճանաչելով, շփոթելով Սուրբ Հոգու ձայնը, այո, նույն Հովհաննես ասում է, ամեն հոգու մի հավատացեք, այլ քննեք հոգիները։ Այս օծման յուղի հետ կամ օծության հետ համեմատությունը ծառայության, բժշկության, նաև յուղը ինքը լույսի խորհրդանիշն է, որովհետև այդ յուղը ճրագակալը յուղից էր
այդ կրակը յուղից էր ստանում իր վառելիքը եւ լուսավորման խորհրդանիշն է, Սուրբ Հոգին գալիս է մեզ լուսավորում է, ինչպես ասեցի արդեն, խավարը լուսավորում է եւ իր լույսով ճշմարտությունն է բացահայտում մեր կյանքերում։ Հաջորդ համեմատությունը գիտենք, որ Սուրբ Հոգին համեմատվում է նաեւ կրակի հետ։ Հիշում եք Հովհաննես Մկրտչի խոսքերը Մատթեոս 3:11-ում. Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից հետո կգա մեկը, որ ձեզ կմկրտի հոգով եւ կրակով։ Եվ կրակի, այսպես Սուրբ Հոգով լցված մարդը ինքը պիտի կրակոտ հավատացյալ լինի։ Տեսել եք մարած հավատացյալ։ Սա նշանակում է Սուրբ Հոգու հետ խնդիր կա։ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մեջ խնդիր կա։ Սուրբ Հոգով լցված հավատացյալը կրակոտ հավատացյալ է։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:19-ում գրած է. հոգին մի մարեք։ Հոգին մի մարեք ձեր մեջ։ Եթե այնտեղ Եփեսացիս 4:30-ում գրված էր հոգուն մի տրտմեցրեք, այստեղ ասում է հոգին մի մարեք, այսինքն կրակի հետ է համեմատում։ Շատ հետաքրքիր խոսք կա Եսայա մարգարեության 4 գլխում 3 եւ 4 խոսքերում, գրված է Սիոնի դուստրերի աղտեղությունը 4-ը կարդամ միայն, մաքրված Երուսաղեմն իր մեջ եղած արյունից կմաքրվի իրավունքի հոգով եւ կրակի հոգով։ Իրավունքի հոգի եւ կրակի հոգի։ Այսինքն ինքը ոչ միայն մեզ խանդավառ է դարձնում, այլ նաև Պետրոս առաքյալն այս համեմատությունը անում, ասում է զտում է ձեզ այդ կրակը։ Այդ կրակը, ոնց որ ոսկերչի կրակը ոսկուց աղտեղություններն է հանում, այնպես Սուրբ Հոգու կրակը մեր մեջ, մեր կյանքից ամեն վատ բաները աստիճանաբար հոգևոր աճին զուգահեռ հեռացնում է։ Քամի եւ շունչ համեմատությունը, հիշում եք Տեր Հիսուսն էր ասում հոգուց ծնվածը, ամեն հոգուց ծնվածը նման է նրան, ասենք քամին, որտեղ ուզում է փչում է, եւ քամու ու շնչի հետ համեմատությունը նաեւ Գործք առաքելոց 2:2-ում Պենտեկոստի օրը գրված է, երբ որ Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա, սաստիկ քամու ձայն եկավ եւ նաև կրակի խորհրդանիշը կա այդտեղ, որ կրակել լեզուներ էին աշակերտների վրա։ Ինչ ենք այստեղից հասկանում, որ քամու հետ համեմատությունը կարծում եմ մեզ բացահայտում է, որ ինքը երևացող չի։ Քամին չի երևում, սիրելիներ։ Եթե դուք տեսնում եք, որ ծառերը sense տարուբերվում են, ճկվում են, վարագույրը շարժվում է, դա քամին չի երևում, քամու գործն է երևում։ Եվ Սուրբ Հոգու համեմատությունը, այո, հոգին երևացող չի, բայց հոգու գործը ակնհայտ է։ Ակնհայտ երևում է ինչպես քամու գործը։ Չերևացող, բայց իրական զորություն եւ ներգործություն։ Ինձ մնաց երկու համեմատություն, ես հույս ունեմ, որ կհասցնեմ ու կտեղավորվեմ։ Տեսեք, հասարակ գործիք ինձ օգնում է մնալ կարգապահության մեջ։ Ընդհանրապես պետք է բոլորի առաջ խոսք տալ եւ լինել վերահսկողության տակ։ 6-րդ համեմատությունը ջրի հետ համեմատությունն է։ Եկեք կարդանք Եզեկիելի մարգարեություն 36-րդ գլխից 25-ից 27 հատվածը։ Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ ու պիտի մաքրվեք ձեր բոլոր անմաքրություններից եւ ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ, ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ, նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարի սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Հիշում եք այն կնոջը, որ Տեր Հիսուսից, այսինքն Տերը սկզբից իրանից ջուր ուզեց, հետո ասեց, բայց դու որ իմանայիր ով է քեզ հետ խոսում, Հովաննես ավետարան 4 գլխում այս պատմությունը, դու ջուր կուզեիր եւ որ խոսում է Տերը, ասում է այս ջուրը, որ ես կտամ, ինքը հավիտենական կյանքի աղբյուր է դառնում։ Ինքը ջուրը դու խմում ես, բայց դու աղբյուր ես դառնում մյուսների համար։ Եվ արդեն 7-րդ գլխում, երբ որ Տերը քարոզում էր տոնի օրը, տաղավարահարած տոնի ժամանակ, ասում էր. ինձ մոտ եկեք բոլոր ծարավներ։
եւ խմեք եւ այն որ խմեք ձեր որովայնից ջրի գետեր կբխեն, դուք աղբյուր կդառնաք։ Եվ հետո ասում է, սա ասում էր Սուրբ Հոգու մասին։ Եվ մենք խմում ենք այդ ջուրը, իհարկե ջուրը չենք խմում, բայց համեմատությունն ենք հասկանում։ Մենք հագենում ենք, բայց ոչ միայն մենք ենք հագենում, մենք հագեցման աղբյուր ենք դառնում մեր շրջապատի մարդկանց համար, որովհետև Սուրբ Հոգին մեր միջոցով իրանց կյանքերի մեջ է դրսևորում, այդ գետերը բխում են մեզանից մյուսների կյանքերի մեջ։ Եվ նաև համեմատվում է անձրևի հետ, գիտեմ, գետերի հետ, ցողաբեր ամպի հետ, եւ խորհրդանշում է մաքրությունը, թարմությունը, կյանքը, նաև փրկությունը, իհարկե։ Վերջինը եւ ավարտեմ, հանդերձանք, որովհետեւ գրված է կհագնեք այդ զորությունը, որ գա ձեր վրա։ Ղուկասի ավետարան 24-ի 49 Տեր Հիսուսը ասում է. «Ահա ես իմ հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, եւ դուք նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչեւ վերևից զորություն հագնեք»։ Իհարկե, մենք չենք հագնում Սուրբ Հոգուն, ինքը ավելի շատ գալիս է ու մեր մեջ է բնակվում, բայց օրինակ այդպիսի համեմատություններ կա, չէ՞, հագեք համբերություն, սեր, այս ինչ է նշանակում հագեք։ Ինքը համեմատվում է հանդերձի հետ, որ քո հանդերձը լինի, քո վրա երևա Սուրբ Հոգու ներկայությունը։ Եվ երբ որ մենք հագնում ենք այս զորությունը, Գործք առաքելոց 1:8 ասում է, այդ ժամանակ, երբ որ ձեր վրա երևա, միջալոց ավետարանիչներ ուշադիր եղեք, երբ որ ձեր մեջ, ձեր վրա երևա, երբ որ դուք հագել եք Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգին երևում է ձեր կյանքում, այդ ժամանակ դուք իմ վկաները կլինեք։ Այդ ժամանակ կարողանաք իմ վկայության խոսքը փրկության ավետարանը հասցնել մարդկանց։ Ձեր ուժով, ձեր զորությունով չեք կարա։ Եվ Զաքարյանը ասում այս հրաշալի խոսքերը ոչ ուժով եւ ոչ զորությունով, այլ իմ հոգով։ Փառք Աստծուն, սիրելիներ, եւ այս հանդերձը, երբ որ հանդերձի մասին էի մտածում, օրինակ կան չէ հատուկ հանդերձներ, որոնք խոսում են, օրինակ բժիշկները տեսնում եք մեկին հիվանդանոցում, տեսել եք հիվանդանոցում, ասենք մաքրուհիները իրենց հանդերձ ունեն, քույրերը իրենց հանդերձ ունեն, բժիշկները իրենց հանդերձ ունեն, վիրահատող բժիշկները իրենց հանդերձ ունեն, եւ ամեն մեկի հանդերձը խոսում է իր գործի մասին, իր իշխանության աստիճանի մասին, նույնը ոստիկանության մեջ, նույնը, չգիտեմ, փրկարար ծառայությունը, նույնը զինվորական ծառայությունը, եւ մեր հանդերձը որպես Քրիստոսի վկաներ պիտի լինի Սուրբ Հոգին, որ մեր վրա երևա, եւ սա եւ իշխանություն է, եւ խոսում է այն թագավորության մասին, որ մենք ենք ներկայացնում, եւ խոսում է այն առաքելության մասին, որ Տերը տվեց իր աշակերտներին։ Եվ հրաշալի է, թե ես անձամբ շատ օրհնվեցի թե Սուրբ Հոգու անունների մասին այս ուսումնասիրությամբ եւ թե այս համեմատությունները, խորհրդապատկերները, որ կային։ Մեզ մնաց 3 դաս, մենք հասանք հասարակածին, կարելի է ասել, մեջտեղում ենք հիմա 3 դաս անցանք, 3 դաս եւս կա, եւ այս 3 դասի մեջ խոսելու ենք, ես դեռ չգիտեմ հերթականությունը, պիտի աղոթեմ, բայց գիտեմ ինչի մասին ենք խոսելու, մեզ հրաշալի դասեր են սպասվում Սուրբ Հոգու պտուղների մասին, Սուրբ Հոգու պարգևների մասին, եւ թե ինչպես է հավատացյալը ընդունում Սուրբ Հոգին եւ լցվում Սուրբ Հոգով։ Այս 3 դասերը հերթականությունը դեռ կաղոթեմ Տերը առաջնորդի, բայց այս 3 դասերի մասին են լինելու պնևմատոլոգիայի, այս 3 թեմաներով են լինելու պնևմատոլոգիայի հաջորդ 3 դասերը։ Առաջարկում եմ կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր, մեր բարի ողորմած Աստված, քո բարի Հոգին թող գա մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Տեր, առանց քո Հոգու անհնար է ապրել այն կյանքը, որ դու ես ակնկալում։ Եվ ես աղոթում եմ ու խնդրում, որ ինչպես այդ տաղավարահարած տոնի այդ մեծ օրը
մեծ տոնի օրը դու կանգնել էիր ու աղաղակում էիր, բարձր ձայնով գոչում էիր, ով ծարավ է, թող գա ինձ մոտ եւ խմի, այնպես թող այսօր ամեն մեկը, որ հոգնել է իր ուժով, իր զորությունով, իր իմաստությունով, իր հնարամտությունով քրիստոնեական կյանք ապրելուց, որովհետև դա միայն մեզ ձախողում է տանում, Տեր, թող գա քեզ մոտ, մենք բոլորս գանք եւս մեկ անգամ եւ դու լցնես մեզ քո հոգով եւ իմաստություն տաս, որ այնպիսի կյանք ապրենք, որ երբեք ու երբեք Աստծո Սուրբ Հոգուն, Քրիստոսի Հոգուն չտրտմեցնենք, այլ այդ կնիքը, այդ գրավը երևացող լինի, թե հոգևոր աշխարհում, թե ֆիզիկական աշխարհում, մեր ապրելակերպի, մեր սկզբունքների, մեր նվիրման, մեր ծառայությունների, մեր իրար հանդեպ վերաբերմունքի, մեր քո գործի հանդեպ եւ աշխարհի մարդկանց հանդեպ վերաբերմունքի մեջ, մեր վարքագիծը ցույց տա, որ դու մեր մեջ ես։ Շնորհակալ ենք, Տեր, եւ քո զավակները, որ խմեն ու հագենան այդ հոգով, թող իրենք ջրերի աղբյուր դառնան մյուսների համար։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։